Սուրբ Աննա եկեղեցու տարածքում Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով ձերբակալված 18-ամյա Դավիթ Մինասյանը կալանավորվեց 2 ամսով։ Երիտասարդը տեղափոխվելու է Արմավիր քրեակատարողական հիմնարկ։ Այն միջնորդությունը, ինչը որ ներկայացվել է դատարան, պաշտպանական թիմի կողմից ուղղակի ջախջախվել է, հատիկ չկա, տող չկա, ստինց։ Ինչ հիմնավորում էին ներկայացնում դատարան։ Դե հիմա նորից չկրկնվենք, տարբեր բաներ են բերում։ Գտնում են, որ 12-րդ դասարանի աշակերտը պիտի կալանքի տակ գտնվի, բայց մի շարք առանձնապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող մարդիկ կարան վարչական հսկողության տակ գտնվեն տնային կալանք։ Ոչ մի բան հաշվի չառավ, ոչ մի բան, ոչինչ չի հաշվի առնվել։ Դավիթը ձերբակալվել էր եղբոր Միքայելի հետ, սակայն մինչև ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելը նրա եղբայրն ազատ էր արձակվել երկրից բացակայելու արգելքով։ Նույն գործով անցնող հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը եւս ազատ է արձակվել 5 միլիոն դրամ գրավի դիմաց։ Հաշվի առնելով նախադեպը, պաշտպանները միջնորդել էին երիտասարդին եւս ազատ արձակել, նույն կամ ավելի բարձր գումարով գրավի դիմաց, սակայն դատավոր մնացական Մարտիրոսյանը մերժել է միջնորդությունը։ 2 հոդվածներով են ինչ-որ առաջադրվել է մեղադրանք։ Դավիթ ինչ-որ խոսք ասի։ Ոչ, Դավիթը մարտական հանգիստ տղամարդավարի պահված դրսևորեց, հուսամ կդրսևորի ամբողջ ընթացքում եւ արդարությունը կհաղթի։ Պաշտպանը հավելեց, որ այս խափանման միջոցի կիրառման պարագայում Դավիթը չի կարողանալու մասնակցել իր իսկ վերջին զանգի միջոցառմանը, իսկ իրենք ներկայացնելու են բոլոր անհրաժեշտ միջնորդությունները իրավիճակը շտկելու համար։ Հուսով ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը ոչ միայն կծառայի երկու պետությունների եւ հասարակությունների միջև կայուն խաղաղ համակեցության եւ բարեդրացիական հարաբերությունների ձևավորմանը, այլև վերջ կդնի մտածածին թեզերի գոյությանն ու կբացառի ատելության խոսքը։ Սա Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանի արձագանքն է վերջերս Ադրբեջանից հնչած հերյուրանքներին։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը 3 հայտարարություն էր տարածել կեղծ մեղադրանքներ ներկայացնելով, թե իբր 1918 թվականին հայկական խմբավորումները ցեղասպանություն են իրականացրել ադրբեջանցիների նկատմամբ։ Armenpress-ի հետ զրույցում Բադալյանը նկատել է, որ տասնամյակների պատմություն ունեցող հակամարտության ընթացքում ձևավորվել են մի շարք թշնամական եւ ոչ հավաստի նարատիվներ, որոնք ցավալիորեն Ադրբեջանում դեռ շարունակում են օգտագործվել նաեւ պետական մակարդակով։ Ես առաջին կրտսեր խմբի ծնող եմ։ Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի թիվ 94 մրսուր մանկապարտեզում ծնողները բողոքի ակցիա են անում, պահանջելով տնօրեն Փառանձեն Միրիբյանի հրաժարականը։ Նրանց պնդմամբ տնօրենի պահվածքի պատճառով դաստիարակները հերթով աշխատանքից դուրս են գալիս, քանի որ նա վիրավորական արտահայտություններ է հնչեցնում աշխատակիցների հասցեին։ Ինքը տնօրենը չի պատասխանել մեր գործընկերների հարցերին, պատճառաբանելով, որ ունի առողջական խնդիրներ եւ իրեն լավ չի զգում։ Տնօրենը ոստիկանների ուղեկցությամբ մտել է ու փակվել իր աշխատասենյակում։ Մանկապարտեզն այցելել Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները։ Տնօրենը կշարունակի աշխատել։ Դա մենք ենք որոշում։ Դուք խնդիրներ արձանագրեցիք։ Արձանագրում ենք դեռ։ Ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակն արդեն ճանապարհին է դեպի Հայաստան։ Բիլաջարիկայանից մեկնել է 5 վագոնից բաղկացած բեռնատար գնացքը, որն Ադրբեջանի տարածքով 349 տոննա հացահատիկ կներգրի։ Սա արդեն բարբերական բնույթ կրող բեռնափոխադրումների հերթական մատակարարումն է, որն ապահովում է ցորենի անհրաժեշտ պաշարների մուտքը Ադրբեջանի տարածքով հայկական շուկա։ ԱՄՆ-ն լրջորեն դիտարկում է ՆԱՏՕ-ից դուրս գալու հնարավորությունը, հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը։ Պատճառն այն է, որ դաշնակիցները հրաժարվել են աջակցել Իրանի դեմ ռազմական գործողություններում։ Սպիտակ տունն արդեն տեղեկացրել է, որ նախագահը շուտով հանդես կգա հատուկ ուղերձով, ազգին ներկայացրելով իրավիճակի շուրջ կարևոր թարմացումներ։ Դոնալդ Թրամփը պարզաբանել է, որ Իրանում իշխանափոխությունն իր նպատակների մեջ չի մտել, քանի որ նրա խոսքով այն արդեն իսկ տեղի է ունեցել։ Նա շեշտել է, որ իր միակ առաջնահերթությունը Իրանին միջուկայի զենքից զրկելն էր, եւ այդ նպատակն այժմ համարում է իրագործված։ Իրանում ամերիկյան ուժերի 4 գլխավոր նպատակն է՝ ոչնչացնել երկրի ռազմաօդային ուժերը, նավատորմը, հրթիռների ու ԱԹՍ-ների արտադրական օբյեկտները եւ հրթիռային կայանքները, հայտնել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Ըստ նրա, քանի որ Թեհրանը հրաժարվել է հանձնել հարստացված ուրանը, դա վկայում է միջուկային ռումբ ստեղծելու մտադրության մասին։
Today I'm pleased to announce that my Հերձավոր արևելքի պատերազմը կավարտվի առավելագույնը 3 շաբաթից։ Ծոցում ռազմական գործողությունների վերաբերյալ հերթական կանխատեսումն արել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, եւ չնայած նրա վստահությանը տարածաշրջանում պայթյուններ են հնչել միանգամից մի քանի ուղղությամբ։ Նախ Իրանի պետական հեռուստատեսությունը հայտնել է Թեհրանի ուղղությամբ հարվածների մասին։ Գրոհի է ենթարկվել նաև Սպահան քաղաքը։ Անօդաչուի հարվածից հետո էլ հրդեհ է բռնկվել զինամթերք տեղափոխող մեքենայում։ Իսրայելական բանակը հայտարարել է, որ չորեքշաբթի ավարտին է հասցրել Թեհրանում Իրանի կառավարական ենթակառուցվածքների դեմ ուղղված հարվածների ալիքը։ Բանդար Աբբաս նավահանգստային քաղաքի Շահիդ Հաղանի առևտրային եւ ուղևորատար նավահանգիստը եւս հարվածի է ենթարկվել։ Բեյրութում էլ իսրայելական հարվածներից հետո առնվազն 7 մարդ է զոհվել, 24-ը վիրավորվել, հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը։ Իրանից էլ հրթիռներ են թռչել հակառակ ուղղությամբ։ Թել Ավիվում մի քանի հզոր պայթյուն է որոտացել։ Իրանի զինված ուժերը հրթիռներով եւ անօդաչու թռչող սարքերով հարձակվել է նաեւ Սաուդյան Արաբիայի Էլ Հարջե ամերիկյան ռազմաբազայի վրա։ Քուվեյթի քաղաքացիական ավիացիայի վարչությունն էլ տեղեկացրել է, որ չորեքշաբթի օրը Ծոցի երկրի միջազգային օդանավակայանը ենթարկվել է իրանական անօդաչու թռչող սարքի հարձակման, ինչը հանգեցրել է մեծ հրդեհի վառելիքի բաքերում։ Ավելի ուշ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պաշտոնական հայտարարությամբ հայտնել է, որ հարվածներ է հասցրել Արաբական Միացյալ Էմիրություններին, Քուվեյթին, Իրաքին եւ Սաուդյան Արաբիային։ Ծոցի պատերազմի հետևանքով նավթի եւ գազի գները մոտ ժամանակներս չեն վերադառնա նախկին մակարդակին, նույնիսկ եթե վաղը խաղաղություն հայտարարվի, զգուշացրել է Եվրամիության էներգետիկ հարցերով հանձնակատար Դեն Յորգենսենը։ Նա ասել է, որ թեև 27 անդամ ունեցող միությունում նավթի եւ գազի մատակարարման անմիջական դեֆիցիտ չկա, այնուամենայնիվ ճնշում կա դիզելային եւ ավիացիոն վառելիքի մատակարարման վրա, ինչպես նաեւ առկա են աճող սահմանափակումներ գազի համաշխարհային շուկաներում, ինչը հանգեցնում է էլեկտրաէներգիայի գնի բարձրացման։ Այն, ինչ ես չափազանց կարևոր եմ համարում, հնարավորինս հստակ հայտարարելն է, որ նույնիսկ եթե այդ խաղաղությունը վաղը հաստատվի, մենք միևնույն է տեսանելի ապագայում չենք վերադառնա բնականոն վիճակին, ասել է Յորգենսենը Եվրամիության էներգետիկ նախարարների հետ հանդիպումից հետո։ Աբբաս Արաղչին հաստատել է ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ ուղիղ կապի փաստը։ Վաշինգտոնը Թեհրանին է փոխանցել 15 կետից բաղկացած մի ծրագիր տարածաշրջանային պատերազմը դադարեցնելու նպատակով։ Այդ փաստաթուղթը ներառում է միջուկային զենքի վերջնական հրաժարման եւ հրթիռային պաշարների կրճատման խիստ պահանջներ։ Չնայած ակտիվ նամակագրությանը Արաղչին շեշտել է, որ Իրանը դեռևս պաշտոնական բանակցություններ չի սկսել Միացյալ Նահանգների հետ։ Իրանական կողմը ոչ միայն չի պատասխանել ամերիկյան առաջարկին, այլև չի ներկայացրել սեփական պահանջները։ Թեհրանն առայժմ սահմանափակվում է միայն արտաքին գերատեսչությունների եւ անվտանգային մարմինների միջև հաղորդագրությունների փոխանակմամբ։ Այս գործընթացն ավելի շատ նման է լարվածության կառավարման փորձի, քան հակամարտության իրական կարգավորման շուրջ լուրջ երկխոսության։ Ղրիմի տարածքում թռիչքի ժամանակ ԱՆ-27 ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով զոհվել է անձնակազմի 6 անդամ եւ 23 ուղևոր, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Ինքնաթիռի վրա արտաքին ներգործություն չի եղել, աղետի նախնական պատճառը տեխնիկական անսարքությունն է, նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։ Աղետի վայրում աշխատում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հանձնաժողովը։ Ինտերֆաքսի աղբյուրի փոխանցմամբ էլ ԱՆ-27-ի կործանման պատճառը եղել է բախումը ժայռին։ Աֆղանստանում եւ Պակիստանում վերջին 5 օրվա ընթացքում տեղացած հորդարատ անձրևները մասշտաբային ջրհեղեղի եւ սողանքի պատճառ են դարձել։ Բնական աղետի հետևանքով զոհվել է ավելի քան 45 մարդ։ Տասնյակ բնակիչներ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Մահացության հիմնական պատճառը շենքերի փլուզումը, կայծակնահարությունն է։ Մի շարք մայրուղիներ փակ են։ Օթերվութաբանները նախազգուշացրել են նոր փոթորիկների մասին։